Վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրականացվող խուզարկության մասշտաբներն ընդլայնվել են, ներգրավելով այն աշխատակիցներին եւ հատուկ տեխնիկա։ Սկզբում երևում է, թե ինչպես է այնի աշխատակիցը անկյունահղկիչը Բալգարկան իջեցնում մեքենայից եւ տանում առաջնորդարան, որի պատշգամբում իրավապահ մարմինների հսկողությամբ փրկարարները փորձում են բացել ըստ տեղում աշխատող լրագրողների չհրկիզվող պահարանը։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Տեր Արամ Քահանա Ասատրյանի այս հարցազրույցից մեկ ամիս անց այսօր առավոտյան Հայաստանի իրավապահները խուզարկություն են սկսել Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Ձեր արած ամոթ չի։ Եկեղեցին խուզարկել ամոթ չի։ Ձեր արած ամոթ չի։ Իսկ ինչ եք ստեղանում։ Իսկ ինչ եք մտածում, որ հանրությանը ինչ-որ բան տեղեկացնելը ամոթ է։ Այսինքն ամոթ է, որ ձեր արածն ենք ցույց տալիս հանրությանը, ճիշտ հասկացա։ Ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ 6 քահանաներ։ Տեղեկություն կա, որ նաեւ առաջնորդարանի կին աշխատակիցների են ձերբակալել։ Ձերբակալությունից ժամեր անց է միայն պարզ դարձել, որ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանի սեպտեմբերի 17-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա են իրավապահների այսօրվա գործողությունները Արագածոտնի առաջնորդարանում։ Երբ որ հրապարակային դաշտում ժողովրդավարական կարգին դեմ ուղղված որևիցե արարքի վերաբերյալ հայտարարություն է լինում, մենք դրա հետ կապված միշտ հաղորդում ենք ներկայացնում։ Ինչն է արել ենք այս անգամ։ Տարածված կադրերից մեկում երևում է, թե ինչպես է տեղի բնակիչներից մեկը փորձում մուտք գործել եկեղեցի, Աստծո տան դուռը փակ է։ Սա տերորիզմ է։ Սա տերորիզմ է։ Թուրքը, արաբը, արտաքին թշնամին, բոլորը միասին վերցած չեն կարողացել սա անել։ Բոլոր արտաքին թշնամիները միասին վերցրած այս այլանդակությունը չեն կարողացել անել։ Ինչա նշանակում թեմի եկեղեցիների դռները փակել։ Ձերբակալված հոգևորականները մերժել են հարցաքննվել առանց փաստաբանների, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Նրա խոսքով հոգևորականները վկայի կարգավիճակ ունեն ու օրենքով արգելքի տակ չեն, սակայն արդեն մի քանի ժամ է քննչական մարմնից չեն կարողանում դուրս գալ։ Փաստաբաններին դեռ հայտնի չէ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գտնվելու վայրը։ Մկրտիչ Սրբազանի թեմի առաջնորդի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ անձը ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում, որտեղ չգիտենք, մեզանից թաքցվում է բոլորիցս, թաքցվում է նրա գտնվելու վայրը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արտենյանը այս գործողությունները համարել է Հայաստանի վարչապետի առաջնորդած շարժման մի մաս եւ բացառել է, որ այդ շարժումը որևէ արդյունք է ունենալու։ Դուք սա կապում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարած այդ հոգևոր հավաքի մասին, պարզապես այս ձևով սկսեցին հավաքը, սկզբում հոգևորականներին այսպես ասած շարժավորական հավաք էր։ Արշավը նոր չի, որ սկսվել է եւ բնականաբար մարգույր պիտի լինել չհասկանալու համար, որ այդ արշավի մի տեսակ նաեւ շրջանակներում է ամեն ինչ որ տեղի ունի։ Կհաջողեն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը։ Ինչ առումով կհաջողեն։ Իրեն ասում են գնանք վեհարանը ազատենք վեհապարից։ Իհարկե ոչ։ Հակակոռուպցիոն դատարանը այսօր վերսկսել է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը, քննչական մարմինը պահանջում է ևս 2 ամիս երկարացնել ազգային բարերարի կալանքի ժամկետը։ Սամվել Կարապետյանին դատարան բերող ոստիկանական մեքենան այսօր չի խուսափել անցնել դատարանի բակում հավաքված ազգային բարերարին աջակցելու եկած քաղաքացիների կողքով եւ գլխավոր մուտքից է մոտեցել դատարանի շենքին։ Մինչեւ նիստի սկսվելը փաստաբան Արամ Վարդևանյանն է 3-7 ժամից ավելի տևած դատական նիստի մասին խոսել։ Ինչ փաստ էին բերում, ինչու ինքը պետք է մնա անազատության մեջ։ Եթե շատ ամփոփ ներկայացնեն, իսկապես լեզուս չի պատտվի օգտագործել եզրույթը, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում։ Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին։ Մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Կրկին եմ ասում, կարող էր ցանկացած այլ մի նյութ ներկայացնել։ Դա ոչ մի առնչություն չունի։ Գոնե մեկ տողով կասեք, իրենց ներկայացրած ինքը։ Որքանով որ կարող եմ ներկայացնել, հետևյալն է, որ դեռևս իրենք ունեն վարութային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք բաց չէ,
Չկա նշված, հասկանում եք, այսինքն ոնց է, չէ, եթե նայում ենք եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն, պետք է բխի կոնկրետ հանգամանքներից եւ իհարկե գործի փաստական տվյալներից, դրանցից որևէ մեկը չկա, բայց ասում են, գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի, իրեք ոչ թե 60, այլ 120 օրն էլ իրենց բավարար չի։ Ի վերջո հիշենք, չէ, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դատարանի բակում հայտարարել է, որ իշխանությունը վախեցած է տեսնելով, որ մարդիկ կարող են հազարներով ժամեր շարունակ մնալ դատարանի բակում ազգային բարերարի ազատության պահանջով։ Կարապետյանը խոսել է նաև եկեղեցու վրա այսօրվա հարձակման մասին։ 8 քահանա ձերբակալվել է։ Հիշում եք, իրանք ասում էին, որ պայքարում են մենակ կաթողիկոսի անձի դեմ։ Կաթողիկոսի անձի դեմ են հիմա պայքարում։ Եկեղեցու դեմ են պայքարում, 8 քահանա են ձերբակալել, թող այդ հեքիաթները պահեն իրենց այդ բաներով ոնց որ տարածեն, բայց դա հեքիաթ է, իրանք պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայրենակիցներ ջան, այս իրանց հեքիաթներին մի ավատացեք։ 4 օր առաջ էլի Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարություն անում, որ առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո էլի 8 հոգու ձերբակալում են։ Ոնց էլ մենք այդ մեսիջը ձեզ տանք, ձեզ մոլորեցնում են։ Իսկ Ադրբեջանը հրանգավորում է այստեղի իշխանություններին ինչ անեն, պարոն Կարապետյան։ Գիտեք, կա դեդուկցիավ եմ ես հետ գնում, այսինքն կա փաստ եւ այդ փաստից նախորդած ամեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունենում այսպիսի մի դեպք։ Այս մարդիկ ոչ հոգևոր հովիվին են մեր եկեղեցու թիրախավորել են Հայաստանի ամենամեծ ռեպուտացիա, ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցին, հայ ժողովրդի համար, միավորող ուժին, սփյուռքետ միավորող ուժին, որպիսի հնարավորության դեպքում կարողանան հակազդեն հայկական պահանջատիրությանը ցեղասպանության ուղղությամբ։ Այսինքն, որպիսի ցեղասպանության հետ կապված մեր ազգի բոլոր պահանջները, ճանաչման հետ կապված բոլոր պահանջները հնարավոր լինի ինչ որ ձև Հայաստանում արդեն չեզոքացնել։ Այս ամեն ինչ 8 քահանա, ես զարմանում եմ ինչ դեգրադացիա գնում իրանց մոտ։ Հանրային քաղաքական շրջանակները իրավիճակը փոխելու հնարավորություն է սպայնում են հարված իրենց վրա վերցնելու, որ եկեղեցին չմնա մենակ։ Այն բաները, որ իրանք հայտարարում են, այդ 40,000 դրամ այն իրանք վախենում են այն ազդեցությունից, այն տպավորությունից, որ ստացել են 3 մի քանի հազար մարդ 12 ժամ, 10 ժամ ստեղ սպասել է։ Դա իրանց ցույց է, որ չեն հոգնում գնում։ Մեծ մասը չի հոգնում գնում, այսինքն բոլորը հետևողական մնում են։ Թող իրենց հույս չտան։ Բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների խոշոր խմբականակի մաքսանենգ ներկրման եւ իրացման դեպք։ Հոկտեմբերի 11-ին Երևանում եւ հարակից տարածքներում ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի՝ 35, 43 եւ 50 տարեկան, ինչպես նաեւ 39-ամյա օտարերկրացի։ Նրանցից երկուսի մեքենաներում հայտնաբերվել է մոտ 8.4 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում մոտ 5 կիլոգրամ մեթամֆետամին եւ 3.4 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին խուզարկվել է օտարերկրացու Էջմիածնում վարձակալած քոթեջը, հայտնաբերվել է 238 գրամ հերոին, 144 գրամ ափիոն եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Բոլոր կասկածյալները կալանավորվել են։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման եւ մշակման գործում մասնագիտացված ամերիկյան Միլիկեն ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի մշակմանը վերաբերող հարցեր, հայտնում է պաշտոնական աղբյուրը։ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին գիշերը վերսկսվել են ծանր մարտերը, կան տասնյակ զոհեր եւ 100-ից ավելի վիրավորներ։ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պակիստանը աչք է փակում տարածաշրջանում իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների ներկայության վրա։ Աֆղանստանի զինուժը հարվածել է Խայբեր Փախտունխվա նահանգի Քուրամ շրջանին։ Ի պատասխան Պակիստանը հրետակոծել է Աֆղանստանը կառավարող Թալիբան շարժման դիրքերը։
Չնայած Եվրամիությունը երկու անգամ կրճատել է ռուսական գազի ներմուծումը, կազմակերպության անդամ Հունգարիան չի միացել այդ նախաձեռնությանը։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն նշել է, որ չեն հրաժարվի նաև ռուսական նավթից։ Ըստ նրա, Դաշնությունից մատակարարումների դադարեցման դեպքում Հունգարիան ներմուծվող այլընտրանքային կապույտ վառելիքը չի ապահովի երկրի ամբողջ պահանջարկը։ Եթե Թրամփը կարողանա համաձայնագրեր կնքել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ամբողջ համաշխարհային տնտեսությունը ավելի բարենպաստ կդառնա, նկատել է Հունգարիայի արտգործնախարարը։ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ Եվրոպա գազի արտահանման ծավալների կրճատումը դիվերսիֆիկացրել են արևելքի շուկաներում, քանի որ այնտեղ ավելացել է պահանջարկը։ Այժմ համաշխարհային տնտեսական աճի կենտրոնը Ասիան է։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Իսրայել խաղից առաջ Պաղեստինամետ երկրպագուները բախվել են ոստիկանների հետ։ Նրանք պահանջել են, որ Իսրայելի ազգային հավաքականը լքի երկիրը։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է բաց թողել, ջրցան մեքենաներ օգտագործել։ Չնայած Իտալիան 3-0 հաշվով հաղթել է Իսրայելին, բողոքի ակցիաները շարունակվել են նաև խաղից հետո։ Բողոքավորները FIFA-ից պահանջում են զրկել Իսրայելին 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու իրավունքից։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Գազայի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր։ Քաղաքը հիմնովին ավերված է, չկա որևէ կանգուն շինություն։ Կադրերում մարդիկ են, որոնք անցնում են Շեյխ Ռադվան թաղամասի ավերակների կողքով։ Մենք երբեք չէինք պատկերացնի նման մասշտաբի ավերածություն, սա ապոկալիպսիս է, կյանքի բոլոր հիմքերը ջնջվել են։ Մենք ապրում էինք այս վայրում, իսկ հիմա այն ամբողջությամբ ավերված է։ Վերադառնալուց հետո արդեն մի քանի օր է, ինչ տեղացիները ապրում են առանց սննդի, ներքնակների եւ անհրաժեշտ այլ պարագաների։ Երեկ մենք եկանք մեր տուն եւ տեսանք, որ այն գրեթե ամբողջությամբ ավերված էր, մոտ 95%-ով։ Տունն այլևս բնակելի չէ, գրեթե ամեն ինչ ավերակների մեջ է։ Ինչպես ենք ապրելու սրանից հետո։ Այստեղ ընտանեկան բիզնես ունեին, 20 տարի, մանկապարտեզ։ Ինչպես են այժմ երեխաները սովորելու եւ խաղալու, երբ ամեն ինչ ավերված է, դասասենյակները քանդված են, սա կյանք չէ։ Վերադարձածներից շատերը գիշերում են ինքնաշեն վրաններում, քաղաքում խմելու ջրի, սննդի սուր պակաս կա։ Երբ վերադարձա, ոչինչ չգտա, նույնիսկ իմ տան հետքը, այն ամբողջությամբ ավերակների էր վերածվել։ Միթե մենք ստիպված ենք լինելու հավերժ այսպես ապրել։ Մարդասիրական բեռնատարները չեն հասցնում քաղաք մտնել, չհասած անգամ մուտքին, սոված ծարավ մարդիկ կախվում են մեքենաներից, վերցնում այն, ինչին ձեռքները հասնում են։ Իսրայելի եւ Համասի միջև անցած շաբաթ համաձայնեցված Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը ներառում է մարդասիրական օգնության մատակարարում, պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, ինչպես նաեւ իսրայելական զորքերի նահանջ դեպի Գազայի դեղին գիծը։ Հետագա փուլերի ընթացքում որոշվելու է Գազայի կառավարումը, Համասի ապագան եւ անկլավի վերակառուցումը։